Դու երբևէ զգացել ես, որ քո կյանքը նման է մի անվերջանալի մարտի, որտեղ դու միակն ես, ով խաղում է ազնիվ կանոններով։ Դու նայում ես շուրջդ ու տեսնում ես մարդկանց, ովքեր հասնում են հաջողության և քո ներսում մի ձայն շշնջում է. նրանք ուղղակի բախտավոր են, նրանք կեղծավոր են, նրանք քայլել են ուրիշների վրայով։ Իսկ դու մնացել ես լուսանցքում, որովհետև դու լավն ես, ազնիվ ես, անկեղծ ես, որովհետև դու ճիշտ ես, բայց քեզ անընդհատ նախանձում են ու խանգարում։ Եթե այս մտքերը քեզ հոգեհարազատ են, ես այսօր այստեղ եմ քեզ մի ցավեցնող ճշմարտություն ասելու համար։ Այդ ճշմարտությունը կարող է քեզ ցավեցնել հիմա և կարող է ստիպել, որ հենց հիմա անջատես այս տեսանյութը և այն փոխես, բայց եթե դու մնաս մինչև վերջ, քո կյանքը գուցե այլևս առաջվանը չլինի։ Այդ մտքերը քո բարեկամները չեն, դրանք քո մեջ թունավոր երևույթներ են առաջացնում, որը կոչվում է զոհի հոգեբանություն։ Դա ամենակործանարար թակարդն է, որը մարդն իր ձեռքով սարքում է իր համար։ Սա նարցիսիզմի ամենանուրբ և ամենավտանգավոր ձևն է, որովհետև դու քեզ հռչակել ես աշխարհի ամենաանարդարացիորեն տառապող մարդը։ Այսօր մենք կքանդենք այս բանտը նեյրոհոգեբանության գործիքներով և Աստվածաշնչի հավերժական ճշմարտությամբ։ Ուզում եմ ասել, որ այս վիճակը քեզ վնաս է տալու և դրանով դու քեզ բանտարկելու ես, անընդհատ մեկուսացնելու ես մարդկանցից, հայտնվելու ես դառը հոգեվիճակների մեջ, դառնալու ես նեղացկոտ, շուտ խոցվող, արագ վիրավորվող և դրանով գիտես ով է տուժելու, դու ես տուժելու։ Ուրեմն թույլ տուր, որ այսօր մենք անցնենք հետաքրքիր մի ճանապարհ, որը քեզ կարող է դուրս հանել այդ ինքնամեկուսացման բանտից, ազատել քեզ զոհի հոգեբանության շղթաներից և տալ քեզ մի ճշմարտություն, որը քեզ ամբողջությամբ կարող է ազատ արձակել։ Ուրեմն նախքան շարունակելը չմոռանաս լայքել այս տեսանյութը, որ այն շատերին հասանելի լինի, բաժանորդագրվել այս ալիքին, իսկ մենք շարունակում ենք։ Ինչ է ասում նեյրոհոգեբանությունը այս մասին։ Գիտականորեն ապացուցված է, որ մեր ուղեղը սիրում է լինել զոհի դերում։ Ինչու է այդպես։ Որովհետև դա անվտանգ է։ Երբ դու զոհ ես, դու ազատված ես պատասխանատվությունից։ Եթե ես չեմ հաջողում, մեղավոր է տնօրենը, ոչ թե ես, մեղավոր է գործընկերը, ավտոբուսի վարորդը, անգամ եղանակը, բայց ոչ հաստատ ես։ Եթե իմ ընտանիքը քանդվում է, մեղավոր է ամուսինս կամ կինս, կամ էլ ամուսնու մայրը, կամ եթե ես աղքատ եմ, մեղավոր է պետությունը, ղեկավարությունը։ Ուղեղն այդ ժամանակ արտադրում է կորտիզոլ, սթրեսի հորմոն, բայց միևնույն ժամանակ դու ստանում ես էգոյի բավարարվածություն։ Եվ այդ բավարարվածությունը քեզ հետևյալն է ասում. ես ճիշտ եմ, նրանք են մեղավորը, նրանք են մեղավոր, որ ես հիմա այս վիճակում եմ, երկիրն է մեղավոր, որ ես դժբախտ եմ, այ եթե ուրիշ երկրում ծնված լինեի, ես երջանիկ կլինեի։ Բայց ահա թե որտեղ է թաքնված վտանգը։ Մեր ուղեղում մի ֆիլտր կա, և այն աշխատում է ինչպես Google որոնողական համակարգը։ Եթե դու համոզված ես, որ մարդիկ կեղծավոր են, քո ուղեղը սկսում է փնտրել ու գտնել միայն կեղծավորության ապացույցներ, չէ՞ որ պիտի փաստես, որ դա այդպես է։ Դու հո սուտ չես խոսում։ Դու կանցնես հարյուրավոր բարի մարդկանց կողքով ու նրանց չես նկատի, բայց կկառչես այն մեկից, ով քեզ ծուռ է նայել, որպեսզի ներսումդ ասես. տեսա՞ք, ես գիտեի, որ բոլորն այդպիսին են։
Եվ այդ ժամանակ դու նստում ես դատավորի աթոռին և սկսում ես պիտակավորել մարդկանց։ Բոլորը կեղծավոր են, բոլորը մեղավոր են, բոլորը անարդար են, իսկ ես ազնվագույնն եմ, արդարն եմ, ես միշտ անկեղծ եմ, այդ դրա համար էլ ես միշտ տառապում եմ ու տուժում։ Բայց իրականում սա էգոցենտրիզմի գագաթնակետն է։ Դու կարծում ես, որ բոլորը քո մասին են մտածում, որ բոլորը քեզ նախանձում են։ Իրականում մարդկանց մեծամասնությունը զբաղված է իր սեփական խնդիրներով, բայց զոհի հոգեբանությամբ մարդը չի կարող դա ընդունել, որովհետև դա կնշանակի, որ ինքը սովորական մեկն է, իսկ իր տառապանքը ոչ մի առանձնահատկություն էլ չունի։ Այսպիսով իր ցավը իմաստազրկվում է, որն էլ իմաստազրկում է մարդու կյանքը։ Սա նարցիսական թակարդ է, որտեղ դու սիրահարված ես քո ցավին, որովհետև այն քո միակ արդարացումն է չփոխվելու համար, պատասխանատվությունից խուսափելու համար, ուրիշներին մեղադրելու համար։ Դու դարձրել ես քո վերքերը քո զրահը, բայց այդ զրահը ոչ թե պաշտպանում է քեզ, այլ մեկուսացնում է իրական կյանքից և մարդկային սիրուց և որակյալ հարաբերություններից։ Դու սնվում ես այդ ցավով, որովհետև այն քեզ թույլ է տալիս բոլորին մեղադրել ու քեզ բարձր դասել բոլորից։ Դու սիրահարված ես քո խոշտանգված արդարի կերպարին, բայց իրականում դու պարզապես վախենում ես բաց թողնել այդ շղթաները, որովհետև չգիտես ով ես դու առանց քո դժբախտության, առանց քո զոհի կերպարի, առանց քո ցավի։ Դու ուզում ես շարժել մարդկանց խղճահարությունը քո հանդեպ, բայց դրանով հանդերձ դու չես երջանկանա, այլ կդառնաս թշվառ և մտքով հաշմանդամ։ Մի քիչ դառը բան ասացի, բայց դեղը և ճշմարտությունը կարող է դառը լինել, բայց սթափեցնող ճշմարտությունը օգնում է մեզ հասկանալ, որ մեր տառապանքը ոչ թե արտաքին թշնամիների արդյունք է, այլ մեր ներքին ընտրությունն է սեփական էգոն կերակրելու համար։ Դա ստիպում է մարդուն ոչ թե պաշտպանվել, այլ մտածել. իսկապես ես սիրում եմ իմ դժբախտ լինելը։ Հարց տուր քեզ, որովհետև շատ մարդիկ հաշտվել են, հարմարվել են, համակերպվել են իրենց դժբախտությանը, այնքան են տարալուծվել իրենց ցավի հետ, որ այդ ցավը օգտագործում են որպես այցեքարտ, որպես ընդունելության միջոց, որպես մի արտարժույթ, որով կարող են ձեռք բերել, գնել մարդկանց ուշադրությունը իրենց հանդեպ, որպես խղճահարություն առաջացնող գործիք։ Դրանով դու կարող ես որոշ ժամանակով արժանանալ մարդկանց խղճահարությանը և ուշադրությանը, բայց դա քեզ ոչ մի օգուտ չի տա, բացի հաշմանդամ դարձնելուց։ Ուրեմն զոհի հոգեբանությունը, զոհի կեցվածքը միառժամանակ, մի կարճ ժամանակով կարող է մեզ դնել ուշադրության կենտրոնում, բայց մարդկային խղճահարությունը մեզ կդարձնի խղճուկ, թշվառ, աղքատ։ Հիմա եկեք նայենք Աստվածաշնչի հայլու մեջ, ինչ է ասում Աստվածաշունչը։ Իրականում Աստվածաշունչը շատ խորն է դիտարկում այս հարցը։ Շատերը կարծում են, թե զոհ լինելը խոնարհություն է, հեզություն է։ Եվ մարդիկ ասում են. ես համբերում եմ այս չար մարդկանց, ես կրում եմ իմ խաչը։ Ոչ, Աստվածաշունչը մեզ այլ բան է սովորեցնում այս իրավիճակի մասին։ Առակաց 16:18 համարն ասում է, որ կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից ամբարտավան հոգին։ Հիմա կասեք, սա ինչ կապ ունի ընդհանրապես զոհի հոգեբանության հետ։
Երբ դու կարծում ես, որ դու միակ արդարն ես, իսկ քո շուրջ բոլորը կեղծավոր են, դու հենց նոր մեղանչեցիր հպարտությամբ։ Դու քեզ դրեցիր Աստծո տեղը եւ սկսեցիր դատել մարդկանց սրտերը։ Ինչպես կարող ես դու վստահ լինել, որ քեզ նախանձում են։ Ինչպես ես դու տեսնում մարդկանց մտադրությունները եւ սրտերը։ Այո, հնարավոր է, որ մարդիկ նախանձեն քեզ, բայց վերջի վերջո որոշողը Աստված է։ Հիշիր Քրիստոսի խոսքերը Մատթեոսի ավետարանից 7-րդ գլխի 3-ից 5 խոսքերում նա հետևյալն ասաց. Եվ ինչու եղբորդ աչքի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպես ես եղբորդ ասում, թող շուղը աչքիդ միջից հանեմ, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ Եվ ապա շարունակեց Հիսուսն ասելով. կեղծավոր, նախ քո աչքի գերանը հանիր, եւ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքիդ շուղը հանես։ Զոհի հոգեբանությունը հենց այդ գերանն է։ Այն փակում է մեր տեսողությունը։ Դու զբաղված ես ուրիշների մեղքերը հաշվելով, որպեսզի ստիպված չլինես զբաղվել քո սեփական հոգու ապաշխարությամբ։ Դու քեզ զրկում ես Աստծո շնորհից, որովհետև Աստված հակառակ է հպարտներին, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Իսկ իրական խոնարհությունը խեղճության մեջ չի։ Իրական խոնարհությունը սեփական սխալներն ու թերությունները տեսնելու քաջությունն է։ Հիմա ինչ կարող ենք մենք անել, որպեսզի փոխենք այս իրավիճակը։ Եթե դու այդքան ազնվություն ունես եւ քաջություն հասկանալու, որ այս ուղերձը քո մասին է, արի ուրեմն միասին նայենք գործնական քայլեր, թե ինչպես կարող ենք այս վիճակից դուրս գալ։ Եթե դու զգում ես, որ ներսումդ ինչ որ բան սկսես տակնու վրա լինել, եթե զգում ես բարկություն կամ հակառակվելու ցանկություն, ուրեմն մենք ճիշտ թիրախին ենք խփում։ Սա քո էգոն է, որը չի ուզում կորցնել իր զոհի տիտղոսը։ Եվ եթե դու պատրաստ ես լսել ճշմարտությունը, որը որքան էլ դառը լինի, իմացի, որ այն քո մեջ քաղցր արդյունք կառաջացնի։ Եկեք հիմա պատմեմ մի իրական դեպք։ Մի կին կար, ով միշտ բողոքում էր, որ իր բոլոր հարսները եւ ընկերուհիները կեղծավոր են։ Նա ասում էր. ես նրանց համար ամեն ինչ եմ անում, բայց նրանք ինձ չեն գնահատում։ Ես ձեզ համար, դուք ում համար։ Նա ապրում էր մենակության մեջ, համոզված լինելով, որ ինքը սուրբ է, իսկ աշխարհը չար։ Ինքը միշտ արդար է եղել մարդկանց հանդեպ, բայց մարդիկ իր հանդեպ անարդար։ Իրականում նա ինքը տոքսիկ միջավայրի մեջ էր։ Նա օգնում էր մարդկանց միայն նրա համար, որ հետո նրանց պարքի տակ գցի եւ վերահսկի։ Եվ երբ մարդիկ փորձում էին սահմաններ գծել, նա դառնում էր զոհ, մտնում էր զոհի կերպարի մեջ։ Եվ նա զրկեց իրեն իրական սիրուց, որովհետև սերն իրենը չի որոնում եւ չի խաղում զոհի եւ դահիճի խաղը։ Իրականում նման մարդը որքան էլ փորձում է շահել ուրիշների ուշադրությունը, գրավել մարդկանց, վերահսկել մարդկանց պահել իր կողքը, բայց նա ավելի շատ վանում է մարդկանց։ Զոհի հոգեբանություն ունեցող մարդը անգամ կարող է կեղծ հիվանդանալ, որպեսզի մարդկանց մեջ խղճահարություն առաջացնի, մանիպուլյացիա անի, ստիպի, որ նրանք կատարեն իր սեփական կամքը։ Բայց այս պարագայում իրականում քո խնդիրը ոչ թե ուրիշների նախանձն է ու սխալ վերաբերմունքը, այլ այն, որ դու քո երջանկության բանալին տվել ես ուրիշներին եւ քեզ դրել ես կախման մեջ ուրիշների վերաբերմունքից։ Հիմա խոսենք այն 5 քայլերի մասին, որ քեզ կարող է ազատություն պարգևել։ Ինչպես կոտրել այս շղթան, որ քեզ կաշկանդում է, դժբախտացնում է եւ կապում է։ Քայլ առաջին. վերցրու պատասխանատվությունը քո վրա։ Դադարիր օգտագործել նրանք բառը։ Փոխիր քո լեզուն։
Փոխանակ ասելու նրանք ինձ հիասթափեցրին, ասա ես նրանցից չափազանց մեծ սպասելիքներ ունեի։ Պատասխանատվությունը ուժ է։ Ով պատասխանատվությունն իր ձեռքն է վերցնում, նա էլ դրության տերն է։ Եթե նրանք են պատասխանատու քո վիճակի համար, քո թշվառության համար, քո դժբախտության համար, ապա նրանք են քո կյանքի տերը։ Այս առումով ուզում եմ հիշեցնել աստվածաշնչյան մի իրական պատմություն՝ Ադամի և Եվայի պատմությունը։ Երբ որ մարդը մեղանչեց և կերավ այդ արգելված պտուղը և Աստված պատասխանատվության կանչեց մարդուն, ասելով այդ ինչ արեցիր, հիշո՞ւմ եք Ադամն ինչ ասաց։ Նա շուռ եկավ և մատնացույց արեց կնոջը Եվային և ասաց. այն կինը, որ դու ինձ տվեցիր, նա ինձ դրդեց դրան։ Այսինքն Ադամը հերիք չի պատասխանատվությունը թոթափեց իր վրայից, նա նաև մեղադրեց Աստծուն և մեղադրեց իր կողակցին։ Իսկ ինչ եղավ Եվայի հետ։ Եվան էլ շուռ եկավ և պատասխանատվությունը դրեց օձի վրա և ասաց. օձը ինձ գայթակղեցրեց։ Ուրեմն տեսնում ենք, որ հենց եդեմական պարտեզից սկսած մարդը փորձում էր խուսափել պատասխանատվությունից, բայց որքան մարդը խուսափում է պատասխանատվությունից, այնքան նրա պատասխանատվության և մեղքի չափաբաժինը ավելանում է։ Քայլ 2. Արմատական ինքնաքննություն արա։ Ամեն օր հարցրու քեզ. ո՞րն է իմ մեղքի բաժինը այս կոնֆլիկտում։ Ոչ թե ինքնադատապարտության մեջ ընկիր, այլ քննիր։ Նույնիսկ եթե դա ընդամենը 1% է, կենտրոնացիր այդ 1%-ի վրա և փոխիր քո այդ 1% սխալը անգամ։ Քայլ 3. Օգտագործիր երախտագիտության զենքը։ Դու չես կարող միաժամանակ լինել երախտապարտ և քեզ զոհ զգալ։ Գրիր 10 բան, որոնց համար շնորհակալ ես հենց այդ մարդկանց, ում համարում ես քո թշնամիները։ Դա կփոխի քո ուղեղի ֆիլտրը։ Ինչու՞։ Որովհետև երբ որ դու մեղավորներ ես փնտրում, դու դառնում ես նաև անշնորհակալ։ Դու դառնում ես կույր և մոռանում ես մարդկանց նախկին վերաբերմունքը, լավությունը քո հանդեպ։ Իսկ երբ որ դու փնտրում ես և գտնում ես շնորհակալության առիթներ, քո ուղեղի աշխատանքը փոխվում է։ Քո ուշադրության կենտրոնը թունավոր բաների վրայից տեղափոխվում է դեպի դրականը։ Քայլ 4. Լռության ուխտ արա։ Մի պատմիր քո դժբախտությունների մասին ուրիշներից կարեկցանք հայցելու համար։ Կարեկցանքը զոհի թմրանյութն է։ Դադարիր կերակրել այդ հիվանդությունը կարեկցանքով և խղճահարությամբ, ուրիշների խղճահարությամբ։ Երբ դու մարդկանցից անդադար կարեկցանք և խղճահարություն ես փնտրում կամ մուրում, ապա դու էլ խղճուկ և թշվառ վիճակում կհայտնվես։ Քայլ 5. Ներիր և օրհնիր։ Անցած տեսանյութում արդեն խոսել ենք ներման մասին, կարող ես դիտել այստեղ, բայց Աստվածաշունչն ասում է. օրհնեցեք ձեզ հալածողներին և անիծողներին։ Սա հոգեբանական հանճարեղություն է։ Երբ դու օրհնում ես քեզ նախանձողին, դու քեզ բարձրացնում ես նրանից վեր։ Դու դադարում ես լինել նրա թիրախը և դառնում ես քո կյանքի հեղինակը, իհարկե Աստծո հետ։ Եվ հիմա ես քեզ համար մի մարտահրավեր ունեմ։ Դուրս արի այդ կեղծ զոհասեղանից։ Դադարիր տառապել սեփական կարևորության զգացումից։ Այո, մարդիկ կարող են լինել անարդար, կարող են լինել կեղծավոր, բայց դա նրանց խնդիրն է, ոչ թե քո։ Քո խնդիրը քո հոգու խաղաղությունն է։ Դու չես կարող վերահսկել նրանց վերաբերմունքը, բայց կարող ես վերահսկել քո մոտեցումը, քո վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Եվ մի բան էլ իմացիր. դու կատարյալ չես։ Դու ուղղակի մարդ ես, թերի, սխալական, ինչպես մենք բոլորս։ Եվ հենց սա ընդունելու մեջ է իրական մեծությունը։ Մի փորձիր իդեալականացնել քեզ, մի փորձիր քեզ ներկայացնել իբրև անթերի և կատարյալ։
Հիշիր Սողոմոնի խոսքերը։ Նա ասաց, որ իր անձին տիրողը ավելի լավ է, քան քաղաք գրավողը։ Տիրիր քո մտքերին, տիրիր քո էգոյին, եւ դու կտեսնես, թե ինչպես է աշխարհը սկսում ժպտալ քեզ, որովհետեւ դու վերջապես սկսեցիր ժպտալ ինքդ քեզ։ Եթե այսօր որոշեցիր քո կյանքի բանալիները վերցնել քո ձեռքերում, մեկնաբանության մեջ գրիր հետևյալ արտահայտությունը. ես այլևս զոհ չեմ։ Եվ շնորհակալ եմ, որ բավական քաջություն ունեցար մինչև վերջ լսելու այս ծանր ճշմարտությունը։ Քեզ տրված է հիանալի հնարավորություն ինքդ քեզ ազատ արձակել այդ բանտից, քանդել այդ շղթաները եւ ապրել լրիվ ուրիշ մտածելակերպով, ունենալ ուրիշ հայացքներ, լինել դրական, լինել հույսով լցված մեկը եւ մարդկանց նայել ոչ թե քո սեփական ֆիլտրերով, այլ Աստծո աչքերով եւ Աստծո խոսքով։ Սա կօգնի քեզ, որ փոխես նաեւ քո վերաբերմունքը ինքդ քո հանդեպ եւ հասկանաս, որ դու այո, կարող ես շատ բաներ չունենաս, շատ բաներում խեղճ լինես, շատ բաներում կարիքներ ունենաս, բայց հիշիր նաեւ, որ դու բաներ ունես, որ շատերը չունեն։ Հետևաբար դու թշվառ մեկը չես։ Դու անգամ եթե ամենանեղ վիճակների մեջ լինես, Աստված ելք ունի քեզ համար։ Աստված լավագույնն է պատրաստել քեզ համար, եւ Աստված չի ուզում, որ դու ապրես խղճահարության մեջ, թշվառության մեջ եւ ինքնադատապարտության մեջ, կամ էլ ուրիշներին դատապարտելով։ Ուրեմն եղիր ազատ, քեզ լավություն արա եւ ինքդ քեզ ազատիր զոհի հոգեբանությունից։ Դու զոհ չես, բայց մի բարի լուր կա այստեղ։ Աստծո որդին ինքը իր անձը զոհաբերեց, որ մենք այլևս զոհասեղանին չլինենք, որ մենք կարողանանք ապրել այն ազատությամբ, որով Քրիստոսն է մեզ ազատել, որը Քրիստոսն է մեզ պարգևել։ Եթե ինձ հետ համաձայն ես, կարող ես միանալ ինձ հետ աղոթքով։ Շնորհակալություն, սիրելի Հայր, որ ես այլևս որբ չեմ եւ խեղճ չեմ։ Դու ինձ չես տվել որբության եւ ծառայության հոգին, որ ես խեղճանամ։ Դու ինձ որդեգրել ես եւ ինձ դարձրել ես քո զավակը։ Այո, երբեմն ես անցնում եմ դժվարությունների միջով, բայց օգնիր ինձ, որ դժվարությունները ինձ ոչ թե խեղճացնեն, այլ ինձ ամրացնեն, կոփեն, ուժեղացնեն։ Եվ շնորհակալ եմ, որ այս բոլոր իրավիճակների մեջ քո շնորհքը բավարար է, որ ես դուրս գամ այս փոսից, որի անունն է զոհի հոգեբանություն, դուրս գամ այս բանտից, որը ինքնախղճահարության բանտն է։ Շնորհակալ եմ, որ քո որդի Հիսուս Քրիստոսի զոհի միջոցով ես այլևս զոհ չեմ։ Այո, ես պետք է ուրանամ իմ անձը, վերցնեմ իմ խաչը եւ գամ քո հետևից, բայց ես այլևս իմ նախկին մտքերի, իմ վախերի գերին չեմ։ Ես ազատ եմ այն ազատությամբ, որով Քրիստոսն ինձ ազատեց։ Ազատ մարդկանց վերաբերմունքից, ազատ իմ նախապաշարումներից եւ իմ սթրեսներից։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։